Բարև ձեզ, սիրելի ունկնդիրներ, ինչպես գիտեք, ես էքստրասենս բարահոգեբան եմ, զբաղվում եմ նաև վեդայական աստղաբանությամբ, նայում եմ նեգատիվ էներգիայի մակրում, աստղային քարտեզ եմ մեկնաբանում, թալիսմաններ եմ պատրաստում և ակտիվացնում, ես Երևանում եմ, եթե ձեզ անհրաժեշտ է ծառայությունը կարող եք դիմել, եթե չեք կարողանում այցելել, աշխատում եմ նաև օնլայն տեսազանգի միջոցով։ Իմ բոլոր եթերները պահպանվում են իմ YouTube-յան ալիքներում, Instagram-ում, Կոնտակտում, Facebook-յան ալիքներում, Telegram-յան ալիքներում, գրանցվեք, որպեսզի ինֆորմացված լինեք, այդ ալիքներում ձեզ հետաքրքրող շատ ինֆորմացիա կա, կանխատեսումներ, հմայախոսություններ, ծիսակարգեր, որոնք որ ես ձեզ սրտե նվիրում եմ։ Здравствуйте, мои дорогие подписчики. Как вы знаете, я экстрасенс-парапсихолог, ведический астролог, ясновидящая. Я делаю расклады на картах Таро, работаю с помощью рун, делаю чистку, ставлю защиту, делаю амулеты, талисманы, обереги. Для каждого человека отдельно составляю натальную карту, астрологическую матрицу. Если вам нужна моя помощь, дорогие мои подписчики, вы можете приходить, я людей принимаю в себя в доме. Если не можете приходить, работаю онлайн с помощью видеозвонка. Սիրելի ունկնդիրներ, իմացեք, որ Տելեգրամյան ալիքում ես ունեմ վճարովի էջ, այսինքն ոչ թե Տելեգրամյան, իսկական բուց համակարգի մեջ ունեմ վճարովի էջ, որտեղ դուք կարող եք նույնպես գրանցվել, սիրելիներս, շատ սիմվոլիկ գումար է, յուրաքանչյուր մարդուն ամսական ընդամենը 500 ռուբլի է, այնտեղ լինելու են ուղիղ եթերներ, լինելու են կանխատեսումներ, լինելու են հմայախոսություններ, լինելու են տարբեր տեսակի ծիսակարգեր, որտեղ ես այնպիսի ինֆորմացիա եմ տալիս, որ ոչ մի իմ սոցիալական ցանցերում, ոչ մի իմ ալիքներում այդ ինֆորմացիան չկա, սիրելիներս հղումը այդ վճարովի ալիքի տակա բոլոր տիկտոկյան ալիքների վերևում, ֆեյսբուքյան ալիքների վերևում, յութուբյան ալիքների վերևում, դուք կարող եք հղումով միանալ այդ տելեգրամյան ալիքին, այդ բուծին և նման ձևով ստանալ այն հնարավորությունները, որոնք որ ես ձեզ յուրաքանչյուրիդ համար տալիս եմ։ Ինչպես գիտեք, սիրելիներս, ամեն շաբաթ կիրակին մտնում եմ օրենետեր, որտեղ որ պատասխանում եմ իմ ունկնդիրների հարցերին, եթե ցանկանում եք ձեր հարցին պատասխանեմ, անպայման գրում եք ձեր անունը, գրում եք ձեր տարիքը, գրում եք ձեր հարցի ոլորտը, անձնական, ֆինանսական, գործնական, առողջական ոլորտը, նաև կարող եք հարցեր տալ ձեր վրա կաթուղթուգիր անեսք, ես նման հարցերին նույնպես պատասխանում եմ, եթե ես տեսնեմ, որ ձեր խնդիրը, ձեր պրոբլեմը դա նեգատիվի պատճառն է, ես դա նույնպես բարձրաձայնելու եմ։ Дорогие мои подписчики, как вы знаете, я каждую субботу, воскресенье выхожу на прямой эфир, где отвечаю на ваши вопросы. Я знаю, что много моих подписчиков, они русскоязычные люди, понимают только русский язык. Вы можете давать тоже все ваши вопросы на русском. Я с большим удовольствием и на ваши вопросы тоже отвечу. Пишите ваше имя, сколько вам лет и сфера вопроса. Личные отношения, финансы, здоровье, наличие негатива, порчи или проклятия. Я на такие вопросы тоже отвечу. Այսպես սիրելիներս սկսենք մեր ուղիղ եթերը, դուք էլ ակտիվ եղեք ձեր նվերներով, ձեր լայքերով, ձեր սրտիկներով նման ձևով իմ կատարած
աշխատանքի դիմաց դուք էլ փոխհատուցում կանեք, գրանցվեք իմ ալիքներին, նման ձևով նույնպես դուք էլ իմ տված էներգիայի դիմաց ձեր էներգիան կտաք։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Աննա Հարութ, բարիք կունենաք, թե ոչ։ Տեսնենք ինչ ասում տիեզերքն։ Աննա Հարութ, բարիք կունենաք, թե ոչ։ Այո, սիրելի Աննա, սիրելի Հարութ, դուք բարիք կունենաք, ձեզանից էլ աշկալուսանք եմ սպասում։ Այո, դուք բարիք կունենաք։ Թամարա 23 տարեկան ընդհանուր։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Թամարայի համար։ Թամարա 23 տարեկան ընդհանուր։ Կա խնդիրներ, սիրելի Թամարա, եւ ձեր անձնական ոլորտում եւ ձեր գործնական ոլորտում, բայց այդ խնդիրները ժամանակավոր են, մի վախեցեք, մի հիասթափվեք, ցույց է տալիս, որ ձեր դեմ ճանապարհներ է բացվում, ձեր դեմ հնարավորություններ է բացվում, ուղղակի մի վախեցեք, մի հիասթափվեք, հավատացեք, ձեր դեմ ամեն ինչ բացվելու է, ամեն ինչ լավ է լինելու։ Թինա 32 տարեկան անձնական։ Թինա 32 տարեկան անձնական։ Կա խնդիրներ, սիրելի Թինա։ Կա խնդիրներ ձեր անձնական ոլորտում։ Գիտեք ինչ, սիրելի Թինա, ցույց է տալիս, որ կա նեգատիվ, ոչ թե թուղթուգիր, ոչ թե անեծք, այլ հնարավոր է ուղղակի աչք։ Շատ դեպքերում աչքը նավսը, սիրելի Թինա, ավելի ուժեղ է լինում, քան անեծքն ու թուղթուգիրը։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, մաքրման գործողություն կատարեք, պաշտպանություն դրեք ձեր վրա, որպեսզի ոչ մեկը չկարողանա ձեր բիոէներգետիկ դաշտի վրա ազդել, եւ նման դեպքում եւ ձեր անձնական ոլորտում եւ ձեր գործնական ոլորտում կլինի հաջողություններ, կլինի հաղթանակներ։ Շնորհակալ եմ նվերների համար։ Անժելա 22 տարեկան ֆինանսական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Անժելայի համար։ Անժելա 22 տարեկան ֆինանսական։ Կա խնդիրներ, սիրելի Անժելա։ Եվ ֆինանսական ոլորտում, եւ անձնական ոլորտում։ Սիրելի Անժելա, ձեր վրա նույնպես կա, գիտեք ինչ, ոչ թե թուղթուգիր, ոչ թե անեծք, կա աչք, խորհուրդ եմ տալիս, մի հատ մաքրման գործողություն կատարեք, պաշտպանություն դրեք, որպեսզի ոչ մեկը ձեր վրա ոչ մի նեգատիվ գործողություններ չկատարի, եւ դրանից հետո ձեր եւ անձնական ոլորտում եւ գործնական ոլորտում կլինի հաջողություն։ Նաեւ սիրելիս, ամեն մարդու մոտ մի խոսացեք, որովհետեւ եթե դուք ինչ որ ձեր անձնականի, ձեր ֆինանսականի մասին ինչ որ մեկի հետ խոսում եք, ինչ որ նպատակների մասին, փակվում է ձեր ճանապարհը, ձեր հնարավորությունները, ինչքան հնարավոր է փակբերան եղեք, ամեն մարդու հետ մի կիսվեք, մաքրվեք, պաշտպանություն դրեք եւ ձեր կյանքի մեջ ամեն ինչ հաջող կլինի։ Շնորհակալ եմ նվերների համար։ Ես հիմա Գյումրիում չեմ, սիրելիներս, ճիշտ է, ես գյումրեցի եմ, բայց ես հիմա ապրում եմ Երևանում, եթե ցանկանում եք այցելեք, կարող եք զանգել, ժամպայմանավորվել, այցելել։
Զարինե 37 տարեկան անձնական Սիրելի Զարինե ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է հաղթանակ, լինելու է երազանքների նպատակների կատարում, ձեր դեմ ճանապարհներ է բացվում, եթե նույնիսկ խնդիր կա, եթե նույնիսկ պրոբլեմ կա, սիրելի Զարինե, դուք այդ խնդրից, այդ պրոբլեմից հաղթանակով դուրս եք գալիս։ Արթուր Արմինե, կմիանաք թե ոչ։ Արթուր Արմինե, կմիանաք թե ոչ։ Կա խնդիրներ, սիրելի Արթուր, սիրելի Արմինե, այո, կմիանաք, խնդիրներ կան, բայց կմիանաք։ Մի վախեցեք, միություն ցույց է տալիս։ Շնորհակալ եմ նվերների համար, շնորհակալ եմ նվերների համար, շատ շնորհակալ եմ։ Աշոտ 33 տարեկան անձնական, Աշոտ 33 տարեկան անձնական, կա խնդիրներ, սիրելի Աշոտ, բայց այդ խնդիրները ժամանակավոր են, ձեր անձնականի դեմ բացվում է հաջողություն, բացվում է հնարավորություններ, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են, սիրելի Աշոտ։ Բարև ձեզ, բարև ձեզ, Անի 36 տարեկան երկրորդ բարիկը կունենաք թե ոչ։ Անի 36 տարեկան երկրորդ բարիկը կունենաք թե ոչ։ Կա խնդիրներ, սիրելի Անի։ Սիրելի Անի, ձեր վրա կա նեգատիվ, որի պատճառով հնարավոր է, որ դուք երկրորդ բարիկը չունենաք, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, որպեսզի ձեր երկրորդ բարիկ ունենալու հնարավորությունը բացվի։ Ձեր խնդիրը ոչ թե առողջական է, ձեր վրա կա թուղթուղիր, ձեր վրա կա անեզք, որը փակում է երկրորդ երեխա ունենալու հնարավորությունը։ Շնորհակալ եմ նվերների համար։ Վահե Անի, կմիանաք թե ոչ։ Վահե Անի, կմիանաք թե ոչ։ Այո, կմիանաք, սիրելի Վահե, սիրելի Անի, կմիանաք։ Շնորհակալ եմ նվերների համար։ Մերի 25 տարեկան անձնական, Մերի 25 տարեկան անձնական, կա խնդիրներ, սիրելի Մերի, բայց այդ խնդիրները ժամանակավոր են, ձեր և անձնական ոլորտում, և ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն, ինչ երազանք նպատակ ունեք, դրանք կատարվելու են։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Արման 35 տարեկան, մինչև հոկտեմբերի վերջը կգա Հայաստան, թե ոչ։ Արման 35 տարեկան, մինչև հոկտեմբերի վերջը կգա Հայաստան, թե ոչ։ Այո, կգա Հայաստան։ Այո, կգա Հայաստան։
Բարև ձեզ Լուսինե 43 տարեկան անձնական Լուսինե 43 տարեկան անձնական Կախնդիրներ սիրելի Լուսինե Ձեր անձնականը փակված է, սիրելի Լուսինե, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա անեծք, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, նոր կլինի անձնական։ Ջիաննա 22 տարեկան անձնական Ջիաննա 22 տարեկան անձնական տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Ջիաննայի համար Սիրելի Ջիաննա, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է հաղթանակներ, ինչ երազանքներ, նպատակներ ունեք դրանք կատարվելու են, եթե նույնիսկ խնդիր կա, եթե նույնիսկ պրոբլեմ կա, դուք այդ խնդրից, պրոբլեմից հաղթանակով դուրս եք գալիս։ Բարև ձեզ, շնորհակալ եմ նվերների համար, Սիլվա, Սիլվա 21 տարեկան, Սիլվա 21 տարեկան, գործ եք սկսել, ցանկանում սկսել, կստացվի թե ոչ, Սիլվա 21 տարեկան, խնդիրներ կան, սիրելի Սիլվա, գիտեք ինչ, սիրելի Սիլվա, մի վախեցեք, մի հիասթափվեք, եթե վախենաք, եթե տատանվեք, եթե հիասթափվեք, չի լինի, իսկ եթե առանց վախենալու առաջ գնաք, սիրելի Սիլվա, դուք այդ աշխատանքի մեջ, այդ գործի մեջ հաջողություն կունենաք, մի վախեցեք, դուք այդ գործի մեջ հաջողություն կունենաք, Լիլիթ 42 տարեկան անձնական Լիլիթ 42 տարեկան անձնական Սիրելի Լիլիթ, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է հաղթանակներ, լինելու է երազանքների, նպատակների կատարում, եթե նույնիսկ խնդիր կա, եթե նույնիսկ պրոբլեմ կա, դուք այդ խնդրից, այդ պրոբլեմից հաղթանակով դուրս եք գալիս։ Վահե Անրուհի կլինեք միասին, թե ոչ։ Վահե Անրուհի կլինեք միասին, թե ոչ։ Սիրելի Վահե, սիրելի Անրուհի, ոչ, ձեր երկուսի վրա կա թուղթուգիր, ձեր երկուսի վրա կա անեծք, որի պատճառով չեք լինի միասին, որի պատճառով դուք չեք կարողանա ձեր անձնական հարաբերությունները նույնիսկ ուրիշ մարդկանց հետ ստեղծել։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, դուրս եկեք եւ հնարավոր է, որ ձեր անձնական հարաբերություններում լինի հաջողություն, նաեւ հնարավոր է լինի միացում։ Շնորհակալ եմ։ Արմինե 30 տարեկան անձնական
Արմինե 30 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Արմինեի համար։ Սիրելի Արմինե, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է հաղթանակներ, լինելու է երազանքների նպատակների կատարում, եթե նույնիսկ խնդիր կա, պրոբլեմ կա, դուք այդ խնդրից, պրոբլեմից հաղթանակով դուրս եք գալիս։ Վիկա Շիրին, երեխա կունենաք թե ոչ։ Վիկա Շիրին, երեխա կունենաք թե ոչ։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը։ Վիկա Շիրին, երեխա կունենաք թե ոչ։ Սիրելի Վիկա, սիրելի Շիրին, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա անեզք, ձեր վրա կա մագիա, որի պատճառով երեխա չի լինի, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, ձեր բազատվեք այս մագիայից, այս կախարդանքից և դուք հնարավորություն կունենաք բալիկ ունենալու, երեխա ունենալու։ Շնորհակալ եմ նվերների համար։ Շնորհակալ եմ Նարինե 20 տարեկան անձնական։ Նարինե 20 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Նարինեի համար։ Կա խնդիրներ, սիրելի Նարինե, բայց մի քվախեցեք, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն, ինչ երազանք նպատակ, որ ունեք, դրանք կատարվելու են։ Մի քվախեցեք, մի հիասթափվեք։ Ասանետ 41 տարեկան անձնական։ Ասանետ 41 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Ասանետի համար։ Ասանետ 41 տարեկան անձնական։ Կա խնդիրներ, սիրելի Ասանետ։ Տեսնենք։ Գիտեք ինչ, ցույց է տալիս, որ Ասանետի վրա կա նեգատիվ, որի պատճառով իր անձնականը փակված է։ Ինքը վախենում է անձնական հարաբերություններ ունենալ, նորմալ մարդկանց հետ չի շփվում, նորմալ մարդիկ չեն մտնում իրեն կյանքի մեջ։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս նեգատիվը մաքրեք Ասանետի վրայից և նոր Ասանետի անձնական կյանքի մեջ կլինի հաջողություն։ Խնդիրներ կա նաև այս մարդու ֆինանսական ոլորտում։ Լիլիթ, կգտնեք ձեր մասնագիտությամբ աշխատանք։ Լիլիթ 21 տարեկան, դուք կգտնեք ձեր մասնագիտությամբ աշխատանք։ Սիրելի Լիլիթ, ձեր վրա կա նեգատիվ, դուք խնդիրներ կունենաք և աշխատանք գտնելու հետ, և ձեր գործնական հարաբերությունները ստեղծելու հետ, և ձեր անձնական հարաբերությունները։ Դիմեք էքստրասենսի, սիրելի Լիլիթ, ցույց է տալիս, որ ձեր վրա կա կախարդանք, ձեր վրա կա մագիա, մաքրման գործողություն կատարեք, որպեսզի և աշխատանքի ոլորտում լինի հաջողություն, և մասնագիտական ոլորտում լինի հաջողություն, և անձնական ոլորտում։ Ճիշտ է, դուք դեռ երիտասարդ եք, դուք կարող եք պատահի ասեք, դա ինչպիսի իրավիճակ է, անհատական ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա կախարդանք, ձեր վրա կա մագիա։ Ձեր բազատվեք այս մագիայից, որպեսզի լինի աշխատանք, որպեսզի լինի անձնական հարաբերություններ։ Հասմիկ Վաղաշաբաթ, երեխա կունենաք թե ոչ։ Հասմիկ Վաղաշաբաթ, երեխա կունենաք թե ոչ։
Այո, սիրելի հասմիկ, սիրելի վաղաշաբաթ, դուք երեխա կունենաք, ձեզանից էլ աշկար ուսանք եմ սպասում, դուք երեխա կունենաք։ Արթուր 33 տարեկան անձնական Արթուր 33 տարեկան անձնական Կան խնդիրներ, սիրելի Արթուր, ձեր անձնականը փակված է, ձեր վրա կա կախարդանք, ձեր վրա կա մագիա, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս կախարդանքից, այս մագիայից ձեր բացատրվեք, սիրելի Արթուր, եւ կլինի անձնական։ Բարև ձեզ, շնորհակալ եմ նվերների համար, շնորհակալ եմ սրտիկների համար, շնորհակալ եմ լայքերի համար, Այլաս 23 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Այլազի համար, Այլաս 23 տարեկան Սիրելի Այլասը ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա անեսք, տոհմական անեսք, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաղթանակ, կլինի երջանկություն։ Քանի կա այս տոհմական անեսքը, սիրելի Այլաս, ձեր կյանքի բոլոր ոլորտներում լինելու է խնդիրներ, լինելու է պրոբլեմներ։ Նաիրա 58 տարեկան ֆինանսական Նաիրա 58 տարեկան ֆինանսական Սիրելի Նաիրա, ձեր ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է հաղթանակներ, լինելու է երազանքների նպատակների կատարում։ Եթե նույնիսկ խնդիր կա, եթե նույնիսկ պրոբլեմ կա, դուք այդ խնդրից, այդ պրոբլեմից հաղթանակով դուրս եք գալիս։ Շնորհակալ եմ նվերների համար։ Ձիանա Ալիկ, կլինի հաշտություն, թե ոչ։ Ձիանա Ալիկ, կլինի հաշտություն, թե ոչ։ Ձիանա Ալիկ, կլինի հաշտություն, թե ոչ։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը։ Ձիանա Ալիկ, կլինի հաշտություն։ Սիրելի Ձիանա, սիրելի Ալիկ, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա կախարդանք, ձեր վրա կա մագիա, որի պատճառով չեմ տեսնում հաշտություն։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, ձեր բազատվեք այս մագիայից, այս կախարդանքից, նոր հնարավոր է լինի հաշտություն։ Այս կախարդանքը մագիան ոչ միայն չի թողնում, որ դուք հաշտվեք, նաև չի թողնում, որ դուք ձեր անձնական կյանքը նույնիսկ ուրիշ զուգընկերի, ընկերոջ, ընկերուհու հետ ստեղծեք։ Բարև ձեզ, շնորհակալ եմ ձեր նվերների, ձեր լայքերի համար, շնորհակալ եմ։ Լիլիթ 26 տարեկան, անձնական, ֆինանսական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Լիլիթի համար։ Լիլիթ 26 տարեկան, անձնական, ֆինանսական։
Սիրելի Լիլիթ, ձեր անձնական, ձեր ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է հաղթանակներ, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են, եթե նույնիսկ կա խնդիր, եթե նույնիսկ կա պրոբլեմ, դուք այդ խնդրից, այդ պրոբլեմից հաղթանակով դուրս եք գալիս։ Բարև ձեզ, գրեք ձեր անունը, գրեք ձեր տարիքը, որպեսզի ես հասկանամ մեկ էլ ինչպիսի ոլորտն է ձեզ հետաքրքրում, որպեսզի կարողանամ նայել։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Գրեք ձեր անունը, տարիքը, գրեք թուղթուգիր կա թե ոչ։ Մարիաննա 27 տարեկան, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Մարիաննայի համար։ Մարիաննա 27 տարեկան։ Սիրելի Մարիաննա, կա խնդիրներ, կա պրոբլեմներ, կա դժվարություններ, բայց իմացեք, որ այդ խնդիրները, պրոբլեմները ժամանակավոր են։ Այդ խնդիրները, պրոբլեմները տարօրինակ վախեր են մտցնում ձեր մեջ։ Դուք վախենում եք, որ ձեզ թվում է, թե ձեր մոտ ամեն ինչ փակ է։ Ոչ, սիրելի Մարիաննա, ձեր մոտ ամեն ինչ լավ է լինելու եւ անձնական ոլորտում եւ ֆինանսական ոլորտում, լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն։ Լիլիթ 26 տարեկան, թուղթուգիր կա թե ոչ։ Լիլիթ 26 տարեկան, թուղթուգիր կա թե ոչ։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը։ Այո, սիրելի Լիլիթ, դուք լավ էլ զգացել եք, դուք լավ եք ձեր ներքին ձայնը, ձեր ինտուիցիան ձեզ բացատրել է, որ ձեր վրա կա թուղթուգիր։ Ոչ թե թուղթուգիր է, հնարավոր է լինի տոհմական անեծք։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս անեծքի տակից եւ կլինի երջանկություն, կլինի հաջողություն։ Այո, ձեր վրա կա նեգատիվ, ձեր բազատվեք այս նեգատիվից։ Շնորհակալ եմ նվերների համար, շնորհակալ եմ։ Թամարա 33 տարեկան, անձնական։ Թամարա 33 տարեկան, անձնական։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Թամարայի համար։ Թամարա 33 տարեկան, անձնական, կա խնդիրներ, սիրելի Թամարա։ Սիրելի Թամարա, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա կապ, ձեր անձնականը ամբողջովին փակված է, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս թուղթուգրի տակից եւ կլինի անձնական, փակված է ձեր անձնական։ Շնորհակալ եմ նվերների համար։ Արևիկ 33 տարեկան, անձնական։ Արևիկ 33 տարեկան, անձնական։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Արևիկին։ Սիրելի Արևիկ, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա անեծք, կա եւ անձնական խնդիր, կա եւ առողջական խնդիր, կա եւ ֆինանսական խնդիր, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, ձեր բազատվեք այս մագիայից, այս կախարդանքից եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն, կլինի հաղթանակներ։ Ասիա 61 տարեկան, ձեր աղջիկը տուն կունենա թե ոչ։ Ասիա 61 տարեկան, ձեր աղջիկը տուն կունենա թե ոչ։ Այո, ձեր աղջիկը տուն կունենա։ Կոր 39 տարեկան, անձնական։ Ես է ձեզանից եմ շնորհակալ։
Կոր 39 տարեկան անձնական Կոր 39 տարեկան անձնական Կա խնդիրներ սիրելի կոր Սիրելի կոր ձեր անձնականի վրա կա կախարդակ, կա թուղթուգիր, կա մագիա Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի ձեր բազատվեք այս կախարդանքից, այս մագիայից և անձնական հաջողություն կլինի և գործնական հաջողություն կլինի Կա խնդիրներ, կա հոգեբանական խնդիր, կա վախեր, որոնք նույնպես այս թուղթուգրի և անեծքի արդյունքն է Ձեր բազատվեք և կլինի հաջողություն Շնորհակալ եմ ձեր նվերների, շնորհակալ եմ ձեր լայքերի, ձեր սրտերի համար Շնորհակալ եմ Լիլիթ 32 տարեկան անձնական Լիլիթ 32 տարեկան անձնական Սիրելի Լիլիթ ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն, ինչ երազանք նպատակ ունեք, դրանք կատարվելու են Եթե նույնիսկ կա խնդիր, եթե նույնիսկ կա պրոբլեմ, դուք այդ խնդրես պրոբլեմից հաղթանակով դուրս եք գալիս Շնորհակալ եմ ձեր նվերների, ձեր լայքերի համար, բարև ձեզ Շնորհակալ եմ Աստղիկ 17 տարեկան անձնական Աստղիկ 17 տարեկան անձնական Սիրելի աստղիկ, ձեր վրա կա կախարդանք, ձեր վրա կա տոհմական անեծք, ձեր անձնականը փակված է Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, ձեր բազատվեք այս անեծքից և կլինի անձնական Որովհետև ցույց է տալիս, որ ոչ անձնական կա, նաև առողջական խնդիրներ կա Ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի խնդիրներ Շնորհակալ եմ նվերների համար Բարբարա 39 տարեկան ապագա Բարբարա 39 տարեկան ապագա Բարբարա 39 տարեկան ապագա Շնորհակալ եմ Սիրելիս ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա անեծք, սիրելի Բարբարա, դրա պատճառով ապագան խնդիրներ է ցույց տալիս, պրոբլեմներ է ցույց տալիս, ձեզ թվում է, թե դուք շարժվում եք, ձեզ թվում է, թե դուք առաջ եք գնում, ընդհակառակը անընդհատ ցույց է տալիս, որ կանգնում եք պրոբլեմի առաջ, կանգնում եք խնդիրների առաջ, անընդհատ սկսում եք զրոյական կետից Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, սիրելի Բարբարա, և հնարավոր է, որ նոր ձեր կյանքում լինի ապագա, լինի երջանկություն, լինի հաջողություն Քանի կա այս նեգատիվը, դուք անընդհատ կանգնելու եք, ընկնելու եք փակուղու մեջ Բարև ձեզ, շնորհակալ եմ ձեր նվերների, ձեր լայքերի, ձեր սրտիկների համար Սուսի 21 տարեկան անձնական Սուսի 21 տարեկան անձնական Տեսնենք ինչ ասում տիեզերքը Սիրելի Սուսի, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է հաղթանակներ,
ձեր երազանքները կատարվելու են, երջանկություն է ցույց տալիս, հաջողություն է ցույց տալիս։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Անդրանիկ Կատյա, կբաժանվեն մի օր, թե ոչ։ Անդրանիկ Կատյա, կբաժանվեն, թե ոչ։ Ոչ, բաժանություն չի լինի։ Իրենք չեն բաժանվի, Անդրանիկի Կատյայի մոտ լինելու է նտակարակը, անձնական երջանկություն, քանի գնալու անկան կապը ավելի լավանալու է։ Բաժանություն չեմ տեսնում։ Բարև ձեզ, շնորհակալ եմ ձեր նվերների, ձեր լայքերի, ձեր սրտիկների համար, շատ շնորհակալ եմ։ Գարիկ 18 տարեկան ավագա, Գարիկ 18 տարեկան ավագան, սիրելի Գարիկ, երջանկություն է ցույց տալիս եւ անձնական ոլորտում եւ ֆինանսական ոլորտում, ինչ երազանք նպատակներ որ ունեք, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են։ Հաջողություն է ցույց տալիս։ Բարև ձեզ, շնորհակալ եմ։ Գրեք շատ շնորհակալ եմ ձեր նվերների, ձեր լայքերի համար։ Կարինե 33 տարեկան անձնական, Կարինե 33 տարեկան անձնական, Սիրելի Կարինե, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է հաղթանակներ, լինելու է երազանքների, նպատակների կատարում։ Եթե նույնիսկ կա խնդիր, եթե նույնիսկ կա պրոբլեմ, դուք այդ խնդիրը, պրոբլեմը թողնում եք անցյալում եւ ձեր դեմ, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն։ Արման 25 տարեկան անձնական, Արման 25 տարեկան անձնական, Սիրելի Արման, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն, ինչ երազանք նպատակ ունեք ձեր անձնական ոլորտում, դրանք կատարվելու են։ Վանուհի 20 տարեկան անձնական, Վանուհի 20 տարեկան անձնական, Կա խնդիրներ, սիրելի Վանուհի, սիրելի Վանուհի, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա անեծք, ձեր անձնականը փակված է։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն եւ կլինի անձնական։ Փակված է, սիրելի Վանուհի, փակված է ձեր անձնականը։ Վահան 38 տարեկան, ես է ձեզանից եմ շնորհակալ։ Վահան 38 տարեկան, տեսնենք ինչ ասում դիեզեր, շնորհակալ եմ նվերների համար։ Վահան 38 տարեկան անձնական, Սիրելի Վահան, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է հաղթանակներ, եթե նույնիսկ կա խնդիր, եթե նույնիսկ կա պրոբլեմ, դուք այդ խնդրից, պրոբլեմից հաղթանակով դուրս եք գալիս, ձեր դեմ հնարավորություններ է բացվում։ Նարե 19 տարեկան անձնական, Նարե 19 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում դիեզերքը մեր սիրելի Նարեի համար։
Նարե 19 տարեկան անձնական կա խնդիրներ սիրելի Նարե կա դժվարություններ բայց մի վախեցեք ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն լինելու է երջանկություն ուղղակի որոշակի ժամանակ է ցույց տալիս ձեր անձնական ոլորտում ցույց տվեց ինչ-որ տհաճ իրավիճակ է եւ դա ձեր կյանքի մեջ վախեր է մտցրել մի վախեցեք ձեր անձնական ոլորտում կա երջանկություն կա հաջողություն մի վախեցեք բարև ձեզ Էսմա 46 տարեկան ես ցեսանություն շնորհակալ Էսմա 46 տարեկան անձնական Էսմա 46 տարեկան անձնական կա խնդիրներ սիրելի Էսմա Սիրելի Էսմա ձեր վրա կա թուղթուգիր ձեր վրա կա անեծք ձեր եւ անձնականն է փակված եւ ֆինանսականն է փակված կա նաեւ առողջական խնդիրներ դիմեք էքստրասենսի դիմեք պայծառատեսի կատարեք մակրման գործողություն եւ կլինի հաջողություն կլինի հաղթանակներ Կարինե 46 տարեկան անձնական Կարինե 46 տարեկան անձնական տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Կարինեի համար Կարինե 46 տարեկան անձնական սիրելի Կարինե ձեր անձնական ոլորտում ցույց է տալիս հաջողություն ցույց է տալիս հաղթանակներ ցույց է տալիս երազանքների նպատակների կատարում եթե նույնիսկ կա խնդիր եթե նույնիսկ կա խնդրեմ դուք այդ խնդրից այդ խնդրից հաղթանակով դուրս եք գալիս Մարտա 26 տարեկան անձնական Մարտա 26 տարեկան անձնական Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Մարտայի համար Մարտա 26 տարեկան անձնական Կա խնդիրներ սիրելի Մարտա Կա խնդիրներ Ընդհանրապես ցույց տվեց, որ Մարտայի վրա կա թուղթուգիր, կա հնարավոր է եւ աշկ լինի, հնարավոր է եւ նավս լինի, որի պատճառով Մարտայի անձնականը փակված է։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս թուղթուգիրը, այս մագյան, այս կախարդանքը Մարտայի վրայից մաքրեք եւ կլինի անձնական։ Իր անձնականը գալիս տեղ չի հասնում։ Անպայման մաքրեք Մարտային եւ իր մոտ անձնական հաջողություններ կլինի Թերեզա 37 տարեկան անձնական Թերեզա 37 տարեկան անձնական Թերեզա 37 տարեկան անձնական Սիրելի Թերեզա, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա անեծք, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, կլինի եւ անձնական, կլինի եւ երջանկություն, եթե այս թուղթուգիրն ու անեծքը մնա ձեր վրա, դուք կունենաք ոչ միայն անձնական խնդիրներ, կլինի նաեւ առողջական խնդիրներ Վարդգես 36 տարեկան անձնական Վարդգես 36 տարեկան անձնական Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Վարդգեսի համար Սիրելի Վարդգես ձեր վրա կա թուղթուգիր ձեր եւ ֆինանսականն է փակված եւ անձնականն է փակված դիմեք էքստրասենսի դիմեք պայծառատեսի կատարեք մաքրման գործողություն դուրս եկեք այս նեգատիվից եւ անձնական ոլորտում եւ ֆինանսական ոլորտում կլինի հաջողություն
Սիրելի աստղիկ գրեք ձեր տարիքը, որպեսզի կարողանամ ձեր հարցին պատասխանեմ, շատ շնորհակալ եմ։ Տիգրան 46 տարեկան, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Տիգրանի համար։ Տիգրան 46 տարեկան, Տիգրան 46 տարեկան, սիրելի Տիգրան, ձեր կյանքի բոլոր ոլորտներում լինելու է հաջողություն, լինելու է հաղթանակներ, լինելու է երազանքների կատարում, եթե նույնիսկ կա խնդիր, եթե նույնիսկ կա պրոբլեմ, դուք այդ խնդրից, այդ պրոբլեմից հաղթանակով դուրս եք գալիս։ Բարև ձեզ, Նարինե 28 տարեկան, ֆինանսական, Նարինե 28 տարեկան, ֆինանսական, Սիրելի Նարինե, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա մագիա, ձեր ֆինանսական ոլորտը ամբողջովին փակված է, կա նաև անձնական խնդիրներ, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից և ֆինանսական ոլորտում կլինի հաջողություն և անձնական ոլորտում։ Շնորհակալ եմ, աստղիկ 17 տարեկան, աստղիկ 17 տարեկան, ֆինանսական, աստղիկ 17 տարեկան, ֆինանսական, կա խնդիրներ ֆինանսական ոլորտում, բայց ձեր ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն, ինչ երազանք նպատակ որ ունեք, ինչին ցկտում եք հասնեք, դրանք կլինեն, սիրելի աստղիկ, դուք կունենաք ֆինանսական հաջողություն։ Ռուսլան 34 տարեկան, անձնական, Ռուսլան 34 տարեկան, անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Ռուսլանի համար, Ռուսլան 34 տարեկան, անձնական, Սիրելի Ռուսլան, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա անեծք, ձեր անձնականը փակված է, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, որպեսզի լինի անձնական։ Վահե 38 տարեկան, ֆինանսական, Վահե 38 տարեկան, ֆինանսական, Սիրելի Վահե, ձեր ֆինանսական ոլորտում լինելու է հաղթանակ, Սիրելի Վահա, լինելու է հաղթանակ, լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն, եթե նույնիսկ կա պրոբլեմ, եթե նույնիսկ խնդիրներ կա, դուք այդ խնդիրներից, այդ պրոբլեմներից դուրս եք գալիս հաղթանակով։ Անի 50 տարեկան, ֆինանսական հաջողություն կլինի թե ոչ, Անի 50 տարեկան, ֆինանսական հաջողություն կլինի թե ոչ, Այո, սիրելի Անի, ֆինանսական հաջողություն կլինի, եթե նույնիսկ խնդիր կա, պրոբլեմ կա, դուք այդ խնդրից, պրոբլեմից հաղթանակով դուրս եք գալիս։ Շնորհակալ եմ, շնորհակալ եմ։
Շնորհակալ եմ նվերների համար, լայքերի, սրտիկների համար, շատ շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ նվերների համար։ Անուշ 51 տարեկան անձնական, Անուշ 51 տարեկան անձնական, կա խնդիրներ սիրելի Անուշ եւ անձնական ոլորտում եւ սիրելի Անուշ, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա անեծք, ձեր եւ անձնականն է փակված եւ ֆինանսականն է փակված։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն եւ անձնական հաջողություն կլինի եւ ֆինանսական հաջողություն կլինի։ Սիրանուշ 40 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Սիրանուշի համար, Սիրանուշ 40 տարեկան անձնական, սիրելի Սիրանուշ, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա կախարդանք։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, նոր կլինի անձնական։ Ձեր անձնականը փակուղու առաջ է կանգնած։ Ձեր բազատվեք այս նեգատիվից, սիրելիս, եւ կլինի անձնական։ Անի ժորա, կլինեք միասին, թե ոչ։ Անի ժորա, կլինեք միասին, թե ոչ։ Սիրելի Անի, սիրելի ժորա, ձեր վրա կա թուղթուգիր, դրա պատճառով էլ դուք չեք լինի միասին, որպեսզի լինեք միասին, դուք մաքրվեք։ Սիրելի Անի, սիրելի ժորա, մաքրվեք, որպեսզի լինի միություն։ Ձեր բաժանության պատճառն է այս թուղթուգիրը, ձեր անձնական դժբախտությունների պատճառն է այս թուղթուգիրը, ձեր բազատվեք այս թուղթուգրից, այս նեգատիվից եւ կլինի միություն։ Աստղիկ ժորա, կլինեք միասին, թե ոչ։ Աստղիկ ժորա, կլինեք միասին, թե ոչ։ Այո, սիրելի աստղիկ, սիրելի ժորա, դուք կլինեք միասին։ Շնորհակալ եմ ձեր նվերների համար։ Վարդկես 30 տարեկան ֆինանսական, Վարդկես 30 տարեկան ֆինանսական, Սիրելի Վարդկես, ձեր ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է հաղթանակ, եթե խնդիրներ կա, պրոբլեմներ կա, դուք այդ խնդրից, այդ պրոբլեմից հաղթանակով դուրս եք գալիս, հաջողություն է ցույց տալիս ձեր ֆինանսական ոլորտում։ Անի արշավիր, կլինեք միասին, թե ոչ։ Անի արշավիր, տեսնենք ինչ ասում տիեզերքը։ Անի արշավիր, կլինեք միասին, թե ոչ։ Այո, կլինեք միասին։ Ճիշտ է, որոշակի խնդիրներ է ցույց տալիս, բայց կլինեք միասին։ Միլենա Հակոբ, կլինեք միասին, թե ոչ։ Միլենա Հակոբ, կլինեք միասին, թե ոչ։
Սիրելի Միլենա, սիրելի Հակոբ, դուք չեք լինի միասին, որովհետև ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա կախարդանք, ձեր վրա կա անեծք, որպեսզի լինեք միասին, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, մաքրվեք այս նեգատիվից եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն եւ ձեր անձնական կյանքի մեջ կլինի միություն։ Շնորհակալ եմ նվերների համար։ Սամվել 41 տարեկան ֆինանսական Սամվել 41 տարեկան ֆինանսական Սամվել 41 տարեկան ֆինանսական Սիրելի Սամվել, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա անեծք, որի պատճառով ձեր ֆինանսականն է փակված, կա եւ անձնական խնդիրներ, կա եւ առողջական խնդիրներ, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, ազատվեք այս թուղթուգրից, այս կախարդանքից, այս մագիայից եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում եւ ֆինանսական եւ անձնական կլինի հաջողություն։ Ժորը 29 տարեկան անձնական Ժոր 29 տարեկան անձնական Տեսենք ինչն է ասում տիեզերքը մեր սիրելի Ժորայի համար։ Սիրելի Ժորա, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է հաղթանակներ, լինելու է երջանկություն, ինչ երազանք նպատակ որ ունեք, դրանք կատարվելու են։ Շնորհակալ եմ նվերների համար։ Հրաչ ջունի կմիանաք թե ոչ։ Հրաչ ջունի կմիանաք թե ոչ։ Այո, կմիանաք սիրելի հրաչ, սիրելի ջունի, դուք կմիանաք։ Շնորհակալ եմ։ Արմեն 50 տարեկան ֆինանսական Արմեն 50 տարեկան ֆինանսական Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Արմենի համար։ Կա խնդիրներ սիրելի Արմեն, բայց այդ խնդիրները լուծելի են, ձեր ֆինանսական ոլորտում կլինի հաջողություն, կլինի հաղթանակներ, ձեր դեմ ճանապարհներ ու հնարավորություններ կբացվի, պետական դռների հետ կա ֆինանսական խնդիրներ, դժվարություններ, դուք այդ խնդիրից, այդ դժվարություններից հաղթանակով դուրս եք գալիս։ Բարևձեզ, գրեք հրոյի տարիքը, որպեսզի ես կարողանամ պատասխանել։ Հրայր տարիքը եւ գործնականը։ Հրոք 41 տարեկան գործնական ոլորտում տեսնենք ինչ կա։ Հրայր 40 Հերթ 41 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը գործնական ոլորտում։ Լինելու է հաջողություն, մի վախեցեք, մի տարապես ցույց է տալիս, որ եթե նույնիսկ խնդիրներ կա, պրոբլեմներ կա, ինք այդ խնդիրներից, պրոբլեմներից հաղթանակով դուրս է գալիս, իր դեմ բացվում է հաջողության ճանապարհներ եւ հնարավորություններ։ Շնորհակալ եմ նվերների համար։ Շնորհակալ եմ։ Հասմիկ 38 տարեկան, ձեր տունը կունենաք թե ոչ։ Հասմիկ 38 տարեկան, ձեր տունը կունենաք թե ոչ։
Այո, սիրելի հասմիկ, դուք կունենաք ձեր տունը, Լուսինե 49 տարեկան, առողջական, Լուսինե 49 տարեկան, առողջական, Սիրելի Լուսինե, ձեր առողջական խնդիրը դա սովորական ֆիզիոլոգիական խնդիր չէ, ձեր առողջական խնդիրը ձեր վրա կա թուղթուղիր, ձեր վրա կա անեծք, որը բերել է նման առողջական խնդրի առաջ է կանգնեցրել, որպեսզի լինի լավացում, որպեսզի լինի ապաքինում, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն և կլինի լավացում։ Եթե մաքրման գործողություն չկատարեք, ոչ օգնություն եք, ձեզ ոչ մի օգուտ չի տա, ընդհակառակը, քանի գնա ավելի բարդություններ և խնդիրներ կլինի։ Մագդա 49 տարեկան, ֆինանսական, Մագդա 49 տարեկան, ֆինանսական, Սիրելի Մագդա, ձեր ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն, ինչ երազանքներ, նպատակներ կա, դրանք կատարվում են, եթե նույնիսկ խնդիր կա, պրոբլեմ կա, դուք այդ խնդրից, պրոբլեմից, այդ ֆինանսական դժվարություններից հաղթանակով դուրս եք գալիս։ Տաթև 35 տարեկան, ապագա, Տաթև 35 տարեկան, ապագա, Սիրելի Տաթև, հաջողություն է ցույց տալիս, երջանկություն է ցույց տալիս և անձնական ոլորտում, և գործնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է հաղթանակներ, ձեզ լավ ապագա է սպասվում։ Շնորհակալ եմ նվերների համար, շնորհակալ եմ։ Սոնա Լիլիթ, միասին կաշխատեք թե ոչ։ Սոնա Լիլիթ, միասին կաշխատեք թե ոչ։ Սիրելի Սոնա, սիրելի Լիլիթ, ոչ, ես չեմ տեսնում, որ դուք միասին կաշխատեք և խնդիրը թուղթուղիրն է, խնդիրը կախարդակն է, մագիան է, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս կախարդակից, այս մագիայից ձերբազատվեք և հնարավոր է իրար հետ աշխատեք և հնարավոր է ավելի լավ աշխատանք ունենաք, քանի այս նեգատիվը կա, չեմ տեսնում, որ դուք իրար հետ կաշխատեք։ Շնորհակալ եմ նվերների համար, շնորհակալ եմ, Հրիփսիմե 41 տարեկան, անձնական, Հրիփսիմե 41 տարեկան, անձնական, Սիրելի Հրիփսիմե, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, եթե նույնիսկ խնդիր է կա, պրոբլեմներ կա, դուք կամաց այդ խնդիրներից, պրոբլեմներից ձերբազատվում եք, հաջողություն է լինելու, սիրելի Հրիփսիմե։ Շնորհակալ եմ նվերների համար։ Ես ձեզանից եմ շնորհակալ։ Շնորհակալ եմ ձեր լայքերի, ձեր նվերների, ձեր սրտիկների, գրացվեք իմ ալիքներից նման ձևով ձեր շնորհակալությունը կհայտնեք։ Ծաղիկ 48 տարեկան, ընդհանուր, Ծաղիկ 48 տարեկան, ընդհանուր, Սիրելի Ծաղիկ,
հաջողություններ է ցույց տալիս եւ անձնական ոլորտում, եւ գործնական ոլորտում, եւ ֆինանսական ոլորտում, հաջողություն է ցույց տալիս, եթե նույնիսկ խնդիր կա, եթե նույնիսկ պրոբլեմ կա, դուք այդ խնդրից, այդ պրոբլեմից հաղթանակով դուրս եք գալիս։ Շնորհակալ եմ լայքերից, շնորհակալ եմ սրտիկների համար, շատ շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։ Միշա 32 տարեկան անձնական, Միշա 32 տարեկան անձնական, Սիրելի Միշա, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է երազանքների նպատակների կատարում, ինչ երազանք նպատակ ունեք, դրանք կատարվելու են։ Արմենուի 51 տարեկան առողջական անձնական, Արմենուի 51 տարեկան, կան խնդիրներ, սիրելի Արմենուի, ձեր խնդիրը թուղթուգիրն է, եւ անձնական ոլորտ է փակված, կա նաեւ առողջական խնդիրներ, կա եւ ֆինանսական խնդիրներ, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, որպեսզի ձեր կյանքի բոլոր ոլորտներում լինի հաջողություն։ Ձեր առողջական խնդիրը, սիրելի Արմին է, դա նույնպես այս թուղթուգրի անեծքի արդյունքն է։ Ոչ միայն պետք է դիմեք բժիշկների, նաեւ դիմեք էքստրասենսի, կատարեք մաքրման գործողություն, որպեսզի եւ անձնական ոլորտում եւ առողջական ոլորտում լինի լավացում։ Ձեր խնդիրը դա թուղթուգիրը եւ անեծքն է, սիրելի Արմինե, բարև ձեզ, շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ ձեր նվերների, ձեր լայքերի, շատ շնորհակալ եմ։ Անահիտ 21 տարեկան անձնական, Անահիտ 21 տարեկան անձնական, Սիրելի Անահիտ, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա կախարդանք, ձեր վրա կա մագիա, ձեր անձնականը փակված է, դուք գիտեք, որ ձեր անձնականը փակված է, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն եւ անձնական հաջողություն կլինի, ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն։ Հայկո 31 տարեկան անձնական, Հայկո 31 տարեկան անձնական, Սիրելի Հայկո, ձեր եւ անձնական ոլորտում եւ ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն, ինչ երազանք նպատակներ որ ունեք, դրանք կատարվելու են։ Ես ձեզանից եմ շնորհակալ, գրանցվեք իմ ալիքներին, նման ձևով ձեր շնորհակալությունը հայտնեք։
Յաշա 37 տարեկան անձնական Յաշա 37 տարեկան անձնական Կա խնդիրներ սիրելի Յաշա եւ ֆինանսական ոլորտում եւ անձնական ոլորտում մի քվախեցեք այդ խնդիրները ժամանակավոր են ձեր եւ անձնական եւ ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն ուղղակի որոշակի ժամանակ է ցույց տալիս Դավիթ 40 տարեկան անձնական տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Դավիթի համար Դավիթ 40 տարեկան անձնական Սիրելի Դավիթ ձեր անձնական ոլորտում ցույց է տալիս հաջողություն, ցույց է տալիս երջանկություն, ինչ երազանքներ, նպատակներ ունեք, դրանք կատարվելու են, ձեր դեմ հաջողության է բացվում, սիրելի Դավիթ։ Խնդիրներն ու խնդիրները թողնում եք անցյալում եւ բռնում եք հաղթանակի երջանկության ճանապարհը։ Անի 19 տարեկան անձնական Անի 19 տարեկան անձնական Սիրելի Անի, ձեր անձնական ոլորտում հաջողություն, երջանկություն, երազանքների, նպատակների կատարում հաջողություն է ցույց տալիս, ինչ երազանք նպատակ որ ունեք, դրանք կատարվելու են։ Շնորհակալ եմ նվերների համար։ Գրիգոր 30 տարեկան Սիրելի Վիկա, դուք կարող եք իմ ուղի եթերից հետո զանգեք եւ ձեզ լրիվ ամբողջովին ձեզ համար կանխատեսում կկատարեմ։ Իմ ուղի եթերից հետո զանգեք, գրեք, ես կնայեմ։ Գրիգոր 30 տարեկան Գրիգոր 30 տարեկան Կա խնդիրներ, սիրելի Գրիգոր, եւ անձնական եւ գործնական ոլորտում, բայց դրանք ժամանակավոր են, ուղղակի որոշակի ժամանակ է ցույց տալիս եւ անձնական եւ գործնական ոլորտում կլինի հաջողություն, կլինի հաղթանակներ։ Շնորհակալ եմ ձեր լայքերի, ձեր սրտիկների, ձեր նվերների համար, շատ շնորհակալ եմ։ Աշոտ 18 տարեկան անձնական Սիրելի Աշոտ, ձեր անձնական ոլորտում ցույց է տալիս երջանկություն, ցույց է տալիս երազանքների նպատակների կատարում, ինչ երազանք նպատակ որ ունեք, ձեր երազանքների նպատակները կատարվելու են։ Շնորհակալ եմ նվերների համար, շնորհակալ եմ։ Շատ շնորհակալ եմ սիրելիներս։ Ինչպես գիտեք սիրելիներս, ես ամեն շաբաթ կիրակի մտնում եմ ուղիղ եթեր, որտեղ պատասխանում եմ ձեր հարցերին, եթե դուք ունեք հարազատներ, բարեկամներ, ովքեր որ ունեն խնդիրներ, ովքեր որ ցանկանում են դիմել էքստրասենսի, բայց արատեսի
Այդ մարդկանց տեղյակ բայեք, թող իրենք էլ միանան իմ ուղիղ եթերներին, որպեսզի ես կարողանամ նաև իրենց հարցերին պատասխանել։ Արդեն դուրս եմ գալիս ես սիրելիներս, ում ոչ չկարողացա պատասխանել, կպատասխանեմ վաղը, արդեն նորից մտնելու եմ ուղիղ եթեր։ Ինչպես գիտեք, ես էքստրասենս բարահոգեբան եմ, զբաղվում եմ նաև վեդայական աստղաբանությամբ, նայում եմ նեգատիվ էներգիա եմ մաքրում, աստղային քարտեզ եմ մեկնաբանում, տալիսմաններ եմ պատրաստում եւ ակտիվացնում, ես Երևանում եմ, եթե ձեզ անհրաժեշտ է իմ ծառայությունը կարող եք դիմել, եթե չեք կարողանում այցելել, աշխատում եմ նաև օնլայն տեսասանգի միջոցով։ Ասկանս սիրելիներս, հաջողություն, ցտեսություն, ում որ չկարողացա այսօր պատասխանել, վաղը նույնպես ուղիղ եթերի մեջ եմ։ Հաջողություն սիրելիներս։